Այսօր կբաժնեցիմ ցեզի այդ ռոմայացիներու գրգված նամակեն հիմնական 8-րդ գլուխեն պիտի գարտանք, բայց նաև գուզեմ սկիզբը 7-րդ գլուխ 6-րդ համարեն գարտալ։ Ռոմայացիներու գրգված նամակը գխոսի արդարության մասին, գխոսի փրկության մասին, գխոսի ինչպես հավատքի միջոցով մարդիկ գրնան փրկվել, քեղեցիկ բան մնալ գարդահայտվի, որ նույնիսկ արդար մարդը հավատքի պետք ունի փրկվելու համար։ Ասիկա լավ պատասխան է շատերուն, որոնք կսեն ես բարի մարդ եմ, մրջունի վրա չեմ գոխեր, մեկումը վնաս չեմ դար եւ գագնգալեմ, որ Աստված իրենց երկինք մտցնե, որովհետեւ մրջունին վրա չեն գոխեր։ Մինչ այդ Աստվածաշունչը գսե, որ մարդը նույնիսկ եթե արդար է, Աստված իրեն արդար գոչե, դագավին պետք ունի հավատքին փրկվելու համար, այլապես չի գնար երկինք մտնել։ Հետևաբար Ռոմայացիներու գրգված նամակը այս բոլորը կպատմե մեզի ասելու համար, որ մենք ինչպես փրկվեցանք եւ թե ինչպես մեր փրկությունը պիտի ապրենք շնորհքի ջամփով, որ Աստված մեզի փրկության միջոցով տվավ։ Հետևաբար, երբ մենք ուքանք եւ որպես հավատացյալներ պիտի ապրենք, շատ կարեւոր է, որ նկատի առնենք, որ մենք ինչու փրկվեցանք եւ մեր փրկությունը ինչսել է, եւ փրկությունը այսօր ինչպես գերեւի մեր կյանքերում մեջ։ Պողոս Արաքյալ գսե, որ մագետոնացիներու կյանքի մեջ Աստծո շնորհքը երևցավ հadouk աշխատանքներով, գործերով, որ իրենց առօրյային գնային։ Աստծո շնորհքը յուրաքանչյուր հավատացյալի կյանքին մեջ գերեւի Սուրբ Հոգիի միջոցով, այնպես ինչպես Աստված գուզե, որ երևի, կամ այնպես ինչպես պետքն է, որ երևի։ Հետևաբար միասին գարտանք 7-րդ գլուխ Ռոմայացիներու գրգված նամակեն 6-րդ համարեն գսե, բայց հիմա Քրիստոսի հետ մեռածը լալով ալ զերծենք օրենքի գաբեն, որուն քերի էինք ժամանակը։ Այնպես որ մենք այլևս Աստծո գծարայենք Սուրբ Հոգին բերած նորոգությամբ եւ ոչ թե քրավոր օրենքին թելադրած հին ցևով։ Ուրեմն մենք այլևս Աստծո գծարայենք, ծարայել նաև ասել է բաշտել, Աստծո գծարայենք, Աստծո կբաշտենք, մեր հոգևորությունը գաբրինք, մեր հոգևորության մասին փորձառություն ունենանք, այս բոլորը Սուրբ Հոգին բերած նորոգությամբ, այսինքն ճիշտ ինչպես Սուրբ Հոգին կնորոգե մեզ, կամ նորոգած է մեզ փրկության միջոցով, մենք ադով է, որ Աստծո գծարայենք եւ Աստված կբաշտենք, մեր հոգևոր կյանքը գաբրինք եւ ոչ որևէ ուրիշ ցևով, նույնիսկ 5 դագարանի Մովսեսի դված օրենքով չէ որ կբաշտենք եւ գծարայենք, կամ սկզբունքները կփորձենք գիրարել, գադարել, հապա միայն Սուրբ Հոգին բերած նորոգությամբ։ Ուրեմն հիմա հավատացյալը, որ գուզե իր հավատքով ապրիլ, հավատացյալը, որ գուզե իր հավատքով Աստծո կամքը գադարել, չի կրնար ցև փնտրել։ Չի կրնար նայել փանիմը, որբեսի ադոր հիման վրա ինքը Աստված բաշտե, կամ հոնդե օրինակ առնե, կամ հոնդեղեն սորվի, ինք գրնա միայն Սուրբ Հոգին բերած նորոգությամբ բաշտել։ Ինչու համար Սուրբ Հոգին բերած նորոգությամբ, որովհետև օրենքը գսե քարերու վրա գրված է։ Քարե օրենքը չունի ամեն օրվա պետքին համացայն քեզի այդ հաղորդակցությունը ասելու համար, որ դու այսօր Աստծո կամքը ինչպես պիտենես։ Սուրբ Հոգին բերած նորոգությունը քեզի ամեն օր իր օրվան մեջ մանանան գուտա, օրվան հացը գուտա, ամեն օրվա մեր հացը այսօր ալ մեզի դուր, հոգևոր հացը քեզի գուտա, որբեսի դու այդ օրվա սնունդով ճանչնաս թե դերը ինչ կուզե վադոր ամացայն ծարայես եւ գործես։ Հետևաբար դու չես կնար որևէ մեկ ցև որտեքրել որպես օրենք, եւ ադիգա անել, դու պետք ունի Սուրբ Հոգին բերած նորոգությունը հասկանալու եւ ճանչնալու։
Եվ որ դու Սուրբ Հոգին նորոգությունը կփնտրես կյանքիդ մեջ, որ փրկության ճամփով եկավ, բնականաբար դու պիտի նկատես, որ շատ օրենքներ կխախտին։ Արիթովը փարիսեցիները օրենքի ուսուցիչները գայբանեին Տեր Հիսուսի, երբ աշակերտներուն հետ միասին կքալեին եւ քալած ադենին աշակերտները գսե ծորենի հասկերը կփրցնեին, ցերկերնուն մեջ այսպես կշաղեին եւ վերջը գուդեին եւ փարիսեցիները օրենքի ուսուցիչները ասին ինչպես գրնակ դուք այսպիսի բան անել շաբաթ օրվան հագարակ արգելված է այդ բանը անել Հիսուս օրինակ դալեն իդ կսե մարդու որդին շաբաթինալ դերն է այսինքն ինչս է ոչ թե դերն է Աբրանքիմը դերը լալու պես այս օտոն ինձի ազդունի ինձի է ես դերն եմ ազդունին այդպես չսեր այսինքն ասել գուզե բանով գլխակիրով դուն կրված է եւ ոչ թե բարձ ասել գուզե ինքը շաբաթին Աստվածն է շաբաթին օրենքները ինքը գորոշ է եւ ինքը սահմանապակված չէ շաբաթին համար տրված օրենքներուն ինքը որևէ ժամանակ ըստ պետքին, ըստ արդարության, ըստ սրբության, ըստ հավիտենականության կրնա փոխել իրեն համար շաբաթին մեջ ապրողներուն կյանքը օրհնությունով, սրբությունով, արդարությունով գերդելն է եւ ոչ թե քերի դառնալն է անորամար գսե այլևս մենք հին օրենքի ցևին քերի չենք հապա Սուրբ Հոգիի նորոգությամբ գաբրինք եւ քեզի այս ալսեմ Սուրբ Հոգիի նորոգությամբ ապրած ադենը որևէ ժամանակ Աստված Սուրբ Հոգին քեզի Աստվածաշունչի խոսքերուն սկզբունքներուն հագարակ չի դար որովհետեւ չլա մեկը ասե ես Սուրբ Հոգիեն ներշնչվեցա եւ այդպես պիտենեմ Սուրբ Հոգիեն ներշնչվածը բնավ չի հագասեր Աստծո խոսքին փնդրե որ գտնես Աստծո խոսքին մեջ ինչն է որ ներշնչումիդ կհարմարի որովհետեւ իրավունքով լաս եւ արդարացում ունենաս եւ ոչ թե հանցավոր ելես որովհետեւ շատեր որոնք գրնան ասել Սուրբ Հոգին ինձի հայտնեց գրնան իրականության մեջ 1 միլիոն դոգոս հանցավոր ելել որովհետեւ ներշնչումը ինք այդպես թարգմանեց Սուրբ Հոգին դեր իրեն այդպես բան չսավ հետեւաբար շատ կարեւոր է որ մենք ներկա ժամանակի մեջ Սուրբ Հոգին գոմե մեզի դրվածը գարենանք հասկանալ ինչպես գրնանք հասկանալ եւ որ մեր միտքը Աստծո խոսքով գնորոքենք Այսօր արդու աղոթածադենս հոգիս մեջ այս ցայնը արցագանքը լսեցի եւ որ քու միտքդ գնորոքվի Աստծո խոսքով Աստծո ցայնը հստակ կլակու ներսիտիդ եւ որ քու միտքդ գնորոքես Աստծո խոսքով ոչ թե բարդականությամբ գարտալով անոթի գերագուրմը ուդելու բես գարտալով առանց մեկնաբանություն դալու հաբա Աստծո քեզի ըսածը ըմբռնելու համար Աստուծո գոմե քեզի եկածը առնելու համար թուն հոգիդ մեջ են Աստծո ցայնը ավելի հստակ պիտի գարենաս լսել ավելի ըստույկ պիտի գարենաս հասկանալ առանց այլ եւ այլ շեղումներու կամ սկացական միջամտություններու հետեւաբար Պողոս Արաքյալ գսե ապրեցեք Սուրբ Հոգին բերած նորոգությամբ այսինքն ազատագրված են իշխանութենեն օրենքի կամ օրենքներու եւ թադաբարդութենե որովհետեւ Քրիստոսի միանալով մերան նաեւ կնշանակե Սուրբ Հոգին բերած նորոգությունը Սուրբ Հոգիով զորացած նորոգված ցևով կյանքը ապրիլ չարդոնել որ որևէ ցևով ապրին Հռոմեացիներու 13-րդ գլուխի մեջ կսե աս աշխարհի եւ մարդոց օրինակներով մի ապրիք ձեր կյանքերը հաբա Քրիստոսով նորոգված ապրեցեք ձեր կյանքերը եթե շարունակենք կտեսնենք որ Պողոս Արաքյալ գուզե ասել որ նոր ուխտի հարաբերության մեջ մտեք եւ նոր ուխտին հարաբերության համաձայն ձեր կյանքերը ապրեցեք եւ ոչ թե որևէ համոզումի մշակութային սկզբունքի այսօր հավատացյալները կնկատենք որ համոզումներ գաբրին ինչ որ դեսած են ինչ որ լսած են ադիգա գաբրին եւ բնավ Սուրբ Հոգին իրենց չի հայտներ չի հաճողիր հայտնել որ ինչպես ապրին իրենց կյանքը որովհետեւ ավելի մարդոց մե լսածը գնեն քան Աստծո խոսքը գարտալով միտքը նորոգելը որովհետեւ իրենց հոգիի մեջ են Տիրոջ հետ հաղորդակցությունը ունենան
Սուրբ ոգին կփոխագերբե սիրելիներ հավատացյալներուն սիրտը։ Երբ կգարտանք Երեմիա մարգարեություն 31-33 կտեսնենք, մեզի նոր սիրտ պիտի դա, մեզի պիտի առաջնորդություն դա, որբեսի մենք սիրով եւ շնորհակալությունով կարենանք ծառայել Աստծո, ոչ թե օրենքին դակ եղածին պես ստիպված։ Շատ անգամ մարդիկ երբ ստիպված կտեսնես գնեն, ինչ որ գնեն, դակավին իրենց սրդի նորոգությունը չեն կործածել, երբ իրենց որևէ թելատրանք դաս, բատվեր դաս, դիրոջ գամքին հետ կապակցաբար կտեսես ընդվզում կբարձանա իրենց մեջը, կգարձեն, որ դու իրենց կբարդատրես, իրենց մե այս կամ այն գուզես, որովհետև սրդի նորոգությունը չի վայելեր ինքը, քու ուսածը իրեն համար դժվար գերևի, դարօրինակ գերևի, թշնամական գերևի, հետևաբար շատ կարևոր է, որ մենք սրդի նորոգությունը ապրենք, որբեսի կարենանք Աստծո բարիքները ավելի եւ ավելի վայելել։ Սուրբ ոգին բերած նորոգությունը նաև մեզի կփորձե ասել, կնշանակե ապրիլ կյանքը Սուրբ ոգիեն զորացած եւ առաջնորդված, ամեն վարքյան։ Հիմա պիտի ասես, ես ալ նույնն եմ մեջն եմ, որ ամեն վարքյան ինչպես ապրիմ։ Ամեն վարքյան չեմ գնար, գործ ունիմ, դուն ունիմ, բզդիկ ունիմ, թաս ունիմ, ամեն վարքյան կնշանակե ինչքան կարելիություն կա հանցնված ըլլամ իմ ներսիտիս գտնված ցայնին։ Երբ ես իմ ներսիտիս գտնված ցայնին արչև գրծա խոնարհիլ եւ ենթարկվել, բնականաբար ես կսկսի մանգե առաջնորդվել։ Այդպես չէ, որ ես քեզի բամը ասի եւ դու միտքդ պետք է բահես ադիգա եւ ամեն վարքյան պետք է իշես ինչ որ ալ գնես ադիգա։ Եվ որ դու գենթարգվիս Սուրբ ոգիով քեզի ըսվածին, բնականաբար քու առաջին բնույթդ գլա եւ որ կյանքի ընթացքին բանը պիտի գադարես ադիգա գլա առաջին բանը որ դու գուզես սնել։ Գարտանք 8-րդ գլուխ առաջին համար եթե այդպես է կնշանակե թե անոնք որ Քրիստոս Հիսուսի միացած են դադարդության ենթակա չեն, քանի մարմնավորապես չեն ապրիր, այլ հոգևորապես։ Չեն ապրիր մարմնավորապես անոնք, ինչպես գաբրին, հոգևորապես, ինչ կտելատրե, ուրեմն գսե, դու ունիս մարմին, ունիս մարմնավոր զգացումներ, ջնշումներ, պայմաններ եւ բարականեր, բայց դու նաեւ ունիս հոգևոր կյանք, հոգևոր ինքնություն եւ անոնք, որոնք Քրիստոսի հետ են, այլևս չեն ապրիր իրենց մարմնավորին համաձայն, գաբրին հաբա իրենց հոգևորին համաձայն։ Ուրեմն ամեն ինչ, որ Աստծո կողմէ խոստում դրված է մեզի, մեր հոգևոր ինքնության ճամփով անոնք գրնանք ցերկ բերել։ Խոստումները ցերկ բերվելիք են։ Բարձորեն մենք մարմնավորապես պետք չենայինք, հոգևորապես պետք ենայինք։ Երկրորդ կարևոր կետ, երկրորդ համարի մեջ գսե, որովհետև հոգին օրենքը զիս Քրիստոս Հիսուսի միացնելով գենթանացուց եւ ազատեց մեղքի եւ մահվան ենթակայութենեն։ Քրիստոսի միանալով ես ինչ ունեցա, ես գենթանություն ունեցա եւ ազատագրվեցա։ Ուրեմն ես ազատ եմ եւ գենթանացած եմ իմ հոգևոր ինքնությանս համաձայն։ Բողոս Արաքյալ ներողություն, Բողոս Արաքյալ քաղաքացիներու գրգված նամակին 2:20-ի մեջ հետևյալը գսե. Այո, Քրիստոսի հետ խաչին վրա մերա եւ այլևս գենթանի եմ, ես չէ որ գաբրիմ, այլ Քրիստոս է որ գաբրի իմ մեջս։ Այս կյանքը որ այժմ գաբրիմ մարմնով, գաբրիմ հավատալով Աստծո որդին, որ զիս սիրեց եւ իր կյանքը զոհեց ինձի համար։ Ուրեմն Սուրբ ոգին աշխատանքը գծկե, որ ես գիտնամ հոգևորապես ապրիմ, հոգիով ապրիմ եւ ոչ թե հավատացած ըլլալով այլևս գոչվիմ քրիստոնյա եւ շարունակեմ ապրիլ մարմնավոր ցևով։ Ես հոգևոր կյանքիս մեջ, հոգիես եկած հոսանքին մեջ, Սուրբ ոգի աշխատանքի մեջ անչափելի եւ անսահման քանց ունիմ։ Ինչու համար պիտի ճուզեմ կործածել։ Բարձորեն ադոր համար ժամանակ պիտի դամ եւ Աստծո խոսքը գարտամ
Եվ ամեն ինչ որ Աստծո խոսքը ասած է ինձի համար եւ քեզի համար պետք է ընդունիմ իմ կյանքից մեջ։ Պետք է հրճակեմ ադիգա իմ կյանքից մեջ։ Երրորդ համար ես իմ հոգևոր ինքնությանս կարող եմ, կսե երրորդ համարը։ Արդարև ինչ որ օրենքը չեր գրնարնել մարդկային բնության դգարը լալուն պատճառով, Աստված իրակորձեց աշխարհ գրգելով իր որդին, որ մեղքը հաղթահարելու համար մեր մեղանչական բնությունը իր վրա արավ եւ իր մարմինի մեջ դադարեցեց մեղքը։ Որբեսի ինչու համար արավ այս մեկը, որբեսի մենք որ հոգևորապես գաբրինք, ինչպես գաբրինք մենք, հոգևորապես գաբրինք։ Սկզբունքն է որ մենք հոգևորապես ապրենք եւ սկզբունք չէ որ մենք մարմնավորապես շարունակենք ապրել։ Մարմնավոր որևէ սկզբունքի համաձայն, որբեսի մենք որ հոգևորապես գաբրինք եւ ոչ մարմնավորապես կարենանք լրիվ կործատրել օրենքին բոլոր պահանջները, կարենանք ինչ անել լրիվ կործատրել։ Հետևաբար այս համարը կարդալ եմ վերջերս կսեմ ես գրնամ անել։ Չկա բան, որում մեջ ես ինձի դգար տեսնեմ եւ ասեմ չեմ գրնար։ Անընդունելի է, երբ բամը գա արջևս, որ հոգևոր խոստումը գսե այո, բայց իմ զգացումներս գսեն ոչ, ես ոչին գողքին լամ, որովհետև այդպես կսկամ։ Ընդունելի չէ, անիկա ճիշտը չէ։ Որովհետև գսե գրնամ կործատրել, սա կնշանակե ես ամեն խոստումի համար այո պիտի ասեմ եւ գրնամ պետք է ասեմ, մինչեւ որ ոչ ցայնը, չեմ գրնար ցայնը ինձ մե հերու երթա։ Այս անելը հավատքի գործ է։ Մարդիկ կգոչեն ինչ երևակայական կյանք կա բրիսկոր այո անդեսանելի է Աստված քեզի համար Աստծո հոգին պերազները պիտի չհասկնաստուն ոչ ալ պիտի ընդունիստուն Աստվածաշունչը այդպես կսե որովհետև Սուրբ Հոգին չունիս Սուրբ Հոգին հոսանքով եւ առաջնորդությամբ չես սիդեր բնականաբար դու պիտի չզգաս այդ մեկը քեզի համար խենթ պիտի թվի ադիգա դրամապանական պիտի չի թվի բայց ադիգա իմ կորձս չէ քու կորձդ է ես քու համոզումով պիտի չշարժեմ ինձ համար այո եւ որովհետեւ Հիսուս այդպես ըրավ ես պիտի ասեմ ես գրնամ ես գրնամ ես գրնամ ես գրնամ դեր ինձի դվավ դեր ինձի դվավ դեր ինձի դվավ մինչեւ որ դիրոջ ինձի դվածը իմ կյանքիս մեջ երևելի եւ զգալի է լա առողջության լա նյութականի լա հաջողության լա որևէ մեկ բանի մեջ ես պիտի ընեմ, եթե պետք ունիմ ես իմաստությամբ դերը պիտի դա ինձի, որովհետև ես իր առջև կգենամ հավատքով, այդ բագալսությունը, որ իմ մարդկային միջոցներովս չեմ գրնար քոցել, ես կվստահիմ Աստծո եւ Աստծո առաջնորդության։ Եթե պետք է ուղագի տրամը դալ, ուղագի տրամը պիտի տա։ Եթե պետք է նախ խելքը դա, որ տրամ շահիլը սորվիմ, տրամ շահիլը պիտի սորվիմ եւ տրամը պիտի դա, բայց պիտի դա ինձի, ոչ պիտի չլա։ Ամեն ամեն ինչ որ պետք է պիտի դա նույնիսկ եթե առաջին տասարանեն պիտի սկսի սորվեցնել պիտի սորվեցնեւ խոստումը պիտի գադարվի կյանքից մեջ որովհետև Հիսուս Քրիստոս 2000 տարի առաջ ադիգա ռավ կովինի դսե Հիսուս Քրիստոս ադիգա ռավ հաջորդ համարը 5-րդ համարը դու հոգևոր ես Անոնք, որ միայն իրենց մարմնական բանջներով կղեկավարվին, անոնք, որ միայն իրենց մարմնավոր բանջներով կղեկավարվին, անոնց մտածելակերպը մարմնական է։ Մինչդեռ անոնք, որ հոգին, Սուրբ Հոգին թելադրած ցևով գաբրին, անոնց մտածելակերպը հոգևոր է։ Որ մեկ ընտրես։ Առաջինը մարմնականն է, երկրորդը հոգևորն է։ Դու որ մեկն ես։ Մեկը չուզեր առաջինը լալ։ Ուրեմն առաջինին սկզբունքներով մտածելը կմերժես։ Առաջինը քեզի տշնամական թող երևի։ Դագավին պիտի կա, դագավին պիտի փորձե, ամեն անգամ որ քեզի կա փորձե այդպիսի ցևովը, դու անոր դիմաց թիր հոգևորը։ Հիսուս ինչ ըրավ, եւ որ մարմնավորը կաչալերելու փորձությունը եկավ իրեն սատանային կողմեն, աս քարերը հացր էսելով ինքը ինչ ասավ։ Միանացով չաբրիր։ Հաբա Աստծո խոսած բոլոր խոսքերով։ Վերջ իրեն համար լուծվեցավ արդ, իր հոգևոր պատասխանը տվավ։ Սատանան հրաժարեցավ ադ աղբյուրեն մեկադալ փորձել շրավ իրեն։ Տեսեք ինչ կսե Գողոսացիս 3:1-3 Քանի որ հարություն արիք Քրիստոսի հետ, հիմա մենք հոգիով արած ենք հարություն,
Այսուհետև ծեր ուշադրությունը երկինք դարձուցեք։ Ծեր ուշադրությունը դիդումնավոր երկինք դարձուցեք, ծեր սկացումները ադոր գրնան հագարակը լալ, կյանքի պայմանները ադոր գրնան հագարակը լալ, ծեր ուշադրությունը ուր դարձուցեք, որովհետև հոն է Քրիստոս, հոր Աստծո գողմը նստած, երկնավոր բաներու մասին խորհեցեք եւ ոչ թե երկրավոր բաներու մասին։ Ասոնք գսե, որովհետև մենք բնականաբար երկրավոր բաներու մասին գխորինք մեր առօրյային կապված, մեր բացատրությունը ունենալով, մեր դրամապանությունը ոնգերթա, գսե երկնավոր բաներու մասին խորհեցեք։ Ինչու՞։ Ինչու՞։ Որովհետև դուք այս աշխարհին համար մերակ։ Ուրեմն այդ բաժինը, որ դու գուզես հոգևորը մտածել, բայց միշտ արչև գնետվի մարմնավորը, երկրավոր խորհուրդները, անոնք ուրգեկ ու կան Քրիստոսով մերած անցետ ասաշխարի սովորություններեն դագավին կսբրտին քու մեջդ, որովհետև մեղանչական բնույթ ունիս, մեղանչական բնույթդ կկործած է, քեզի երկրավոր, մարմնավոր եւ սխալ զգացումներ տալու համար, բայց կսե դու նուր նայե, երկնավորին նայե, դու հոգևորին նայե, ուրեմն գրնաս, ինչու քեզի գսե, ինչու 5 դագարանի մեջ չէ ասած մեկը, որովհետև 5 դագարանի մեջ հոգիները Աստծո հետ հաշտված չէին, բաժնված էին, չէին գրնար հոնդեղեն բամը առնել, հոնդեղ օրենքը կար, հիմա օրենք չկա։ Գսե օրենքեն շատ ավելի փառավորը գա քու մեջդ։ Սուրբ ոգին նորոգությունը, ավետարանի խոսքը, հետևաբար գսե որ դուն երբ որ երկրավորը գնայ գփնդրես եւ գխորհիս, դու բնականաբար աստվից քու սայթակած դգար բնութեն հետ եւ դգար բնությանդ մեջ են քեզի ու կամ բաներ դգարացնելու եւ հոգեվոր զգացումները զգայնությունը մերցնելու հետեւաբար բեք չարդոնես որովհետեւ դուք այս աշխարհին համար մերակ որբեսի Քրիստոսի հետ միասին աբրիկ այն կյանքով որ կյանքով այն կյանքով, ուրեմն հիմա պիտի խոսի մեր ապրելի կյանքի մասին, որբեսի Քրիստոսի հետ միասին ապրիկ այն կյանքով, որ Աստված վերաբահած է ցեզի։ Վերաբահած է կրիպտոպարն է հունարենով։ Չեմ կեր, եթե նույն կրիպտոն է բզդիկ դարբերությամբ կգրվի, վերջապես աշխարհիկ մարդիկը շատ բայձար միտք ունին գրնան փերածը լալ կրիպտո վերաբահված բառը կնշանակե ծածկված ուրեմն Աստծո կով ծածկված անդեսանելի կյանքը գա քեզի ադիգա պիտի ապրիս ուրեմն կյանքը որ դուն լավ մի դիգրե կյանքը որ դուն ապրելու ես դեսանելին չէ որ կդեսնես ամեն օր մարդիկ կաբրին, հակուստով, շկվածքով, ամեն ինչ լավ է ադոնք, բայց ադիգա չէ կյանքը։ Այն կյանքը, որ Աստծո կով Քրիստոսով վերաբահված է քեզի անդեսանելի է, 4 կողմդ տեսնելով չես տեսներ։ Միայն քո հոգևոր ինքնությամբ պդ կրնաս տեսնել, ով գուզե թողնա առանց բացառության։ Ամենաբարձ հավատացյալն, ամենաբարձր դիրք ունեցող հավատացյալը Ես ալ մեջը, տունալ մեջը, ով գուզե թողնա առանց բացառության։ Չի գնարա հոգևոր կյանքին գիտությունը գազմելով ապրիլ, մեկ է հոգևոր կյանքին աղբյուրեն սնունդ առնե եւ խմե։ Կնշանակե իր քիրգը արած։ Կնշանակե կրիպտո իր քիրգը արած։ Քրիստոսով Աստված վերաբահած է մեզի, այսինքն մեզի իր քիրգի մեջ դրած, մեր կյանքը ուր է իր քիրգերու մեջն է եւ այդ կյանքը իր մեջ ունի ամեն իրավունք որ ես ունիմ կնշանակե նաեւ աներևույթ եւ աբահով վիճակի մեջ իմ կյանքս աբահով է թեև ես զգամ բաներ որ հաճելի չեն վտանգի մեջ եմ իմ կյանքս աբահով է գլուխս չհոգնեցնեմ անաբահովությունը գրգնելով որ այս աշխարհին հրամցուցածն է
ես Աստծո ինձի հրամցուցածը գրգնեմ, դեր իմ կյանքս քեզմով ապահով է, դեր իմ կյանքս քեզմով ապահով է, նույնիսկ եթե դու չես գիտեր կյանքդ ապահով բահել, դերը քեզի պիտի սորվեցնե ինչպես ապահով բահես եւ վերջը ապահովությունն ալ պիտի դա քեզի։ Կփավե այդ սուդը սատանային առնեք, որ այդպես ասելը, եթե պետք ունի սորվելու, ինչ պիտի ըլլա, կնա սորվե, շատ լավ, ես դերոջ արջև կգենամ, եթե դերոջ վստահել են ետքը, ես պետք ունիմ սորվելու, դերը ինձի պիտի սորվեցնե, նախքան իմ ուզածս դա։ Պիտի սորվեցնե, որ ես կյանքս ապահով ապրելու ամեն ծևերը որդեգրեմ, բայց ինձի պիտի չզրկե ապահովություն տալեմ, որովհետև խոստումն է, իր խոստումները կեդին չեն ինար։ Եթե ես արդեն կյանքս ամեն կերպով ապահով բահել գիտեմ, անմիջապես խոստումը պիտի դա ապահովությունը։ Որովհետև իմ կյանքս ապահով է իր ցերքերում մեջ։ Եթե ես այդ աղբյուրեն գառնեմ ինչ որ ինձի գուկա, ես ապահովություն պիտի ունենամ։ Աներևույթ աղբյուրեն երևելի կյանքիս մեջ օրհնություն պիտի ունենամ։ Ասիկա դերոջ խոսքն է, որ մեզի այսպես կհայտնի։ 6-րդ համարը գսե մարմնականը խորիլը մահ կպատճառ է, մինչ հոգեգանը, հոգևորը խորիլը կյանք եւ խաղաղություն։ Դու գսես, բայց ես այս պատճառները ունիմ։ Մեկ վան, պատճառներուդ համացայն գուզես լակու կյանքդ, ոչ թե Աստծո կո բահվածին համացայն գուզես լակու կյանքդ։ Պատճառները քեզի Բիդի գաբեն քու զգացումներուդ, քու պետքերուդ, քու դժվարությանդ, քու ցավիդ, քու վերքիդ եւ այլն։ Եթե ադոր մեջ գապված բիդի բնաս, անգե միան մահ բիդի կա։ Դգարություն բիդի կա, ցավ բիդի կա։ Միան բիդի ավելնա, այսինքն տշնամին քեզի մեկ հատ քարով գզարնե, դու գվիրավորվիս։ Տշնամին քեզի քարով զարնելը գարնես եւ դու մահ գաբրիս։ Կամ գրնաս փոխարեն այդ տշնամին ռածը թիմավորել քո հոգեվոր ինքնությամբ եւ կյանք ապրիլ։ Ես կյանք կուզեմ, քանի օքի կյանքը կուզե։ Շատ բարձ է, սատանան ասոնց մեջ կաշխատի։ Եվ սատանան կմորցնե քեզի, որ ով ես տուն, ինչին կլավ գիտե։ 7-րդ համար գսե մարմնականին գարչած միտքը Աստծո թշնամի է, որովհետև Աստծո օրենքներուն չի հնազանդիլ, ոչ ալ գրնա հնազանդիլ։ Կարոքի դժվարություն ունեցած է այս կե առաջ հոգևոր բաները գիտնալով հանդերձ չնելու, չեմ գրծած ընել, չեմ համոզված, չեմ ուզած, եւ որ հարցում հարցնեմ, որ քիչ մարդոց սխալն է, ցերկերը գբաքսին, մեկ հատ գելլե, գես հատ գելլե, բայց ինչ վիճակ է, Աստված գիտե ծեր վիճակը, ես ալ գրեթե գեսեդ ավելի իմ վիճակը գիտեմ, այս ին ամուսնալիք բամը չի գա, Քանի օքի ունեցեր այդպես բաներ, քիչ փոխվեցան, շատ զարմանալի եք ժողովուրդ, բահենքն է զորավոր չենք, բահենքն ավելի քեշ է, մարմնականին գարչած միտքը Աստծո թշնամի է, որովհետև Աստծո օրենքներուն չի հնազանդիր, ոչ ալ գրնա հնազանդիլ։ 9-րդ համար, եթե իրապես Աստծո օքին ծեր մեջ կփնագի կնշանակե, թե դուք այլևս մարմնական ցանկություններուն համաձայն չեք ապրիր, այլ Սուրբ Օքին գամեցած ցևով։ Ասիկա մեզի գսե, որ ես մարմնականին հաղթած եմ։ Ամեն անգամ, որ ես գնայիմ Սուրբ Օքին ինձի դվածին, ես կսկսեմ իր ցևով ապրիլ։ Ամեն անգամ, որ գնայիմ իմ առօրյայիս եւ մարմնականին, ես ինչպես գաբրիմ սայթակած գերբով, կանի օքի ունեցած է սպորտարությունը, երբ քիչ մը հոգևորապես բարձր ես, քիչ մը շատ գարտացիր, քիչ մը շատ ներշնչվեցար, զորավոր ես տուն։ Մեղքին թեմ գեցած ես, սխալին թեմ գեցած ես, ես այսպես պիտնեմ, ես այնպես պիտնեմ, բայց եւ որ այդ աղոտքի կյանքը քիչ ու բաքսի Աստծո խոսքին այդ հարաբերությունը բաքսի ինչ կլա, իդ զոհողությունները կսկսին աշխարհի համար, զիջումները կսկսին աշխարհայինի մեջը եւ այլն եւ դու քեզի կսկաս դգարես, բայց Սուրբ Հոգին միջոցով ապրված կյանքը Սուրբ Հոգին գամեցած ցևով գաբրի։
Տեսեք այս զորությունը, որ մեր մեջն է, եւ ինչքան աշխատանք կդանի, որ մեզի նորոգված կյանք տա։ 11-րդ համար նաև գխոսի բժշկության մասին։ Հետո հաջորդ շարունակվող աշխատանքը գա Սուրբ Հոգին, որ 14-րդ համարի մեջ կսե Աստծո որդիներ անոնք են, որոնք Աստծո հոգիով կառաջնորդվին։ Ուրեմն Սուրբ Հոգիով առաջնորդվելը որդիության օժանդակն է, օգնությունն է։ Որդիության օգնությունն է եւ գրնաստուն այդ որդի լալու զորությունը վայելել, երբ Սուրբ Հոգիով առաջնորդվիս, այլապես դու գսես ես որդի եմ, բայց իրականության մեջ դու չես սկար որ որդիի մդարբերություն ունիս։ Իմը մեկումը հանդիպիսն է, չես գիտեր որ որպես որդի ինչս ես, ինչն ես, ինչպես վարվիս, ինչպես արտահայտվիս։ Դժվարության հանդիպիս չես գիտեր ինչպես արտահայտվիս, որովհետև որդիին հոսանքին մեջ չես։ Սուրբ Հոգիով առաջնորդվելը նշան է որդիության։ Տասնհինգերորդ համար արդուք հոգին ստացակ ոչ թե ծառաթարնալու, ոչ մեկ բանի ծառաթարնալու եւ դարձյալ վախով ապրելու համար, այլ հոգին ստացակ Աստծո որդիները լալու համար։ Ուրեմն երբ որ Աստծո որդի եղարթուն, Աստծո զավակ եղարթուն, վախը եւ գաբանքոտ կյանքը քեզի չէ։ Քուկը չէ։ Դու գաբրիս ազատ ես։ Դու մեջն ես ու սխալը դե։ Բայց Աստուծմով ադիգա բեք չէ քեզի լա։ Դու ազատ պետք է լաս։ Քու զգացումներդ ազատ պետք է լան։ Քո համոզումներդ ազատ պետք է լան։ Քո համոզումներդ մարմնավորեն, երկրավորեն, աշխարհային, հիվանդութեն են, բادرազմեն, ցավեն, դժվարութեն բեք չէ կա։ Ընտանիքեն, կորձեն, գայեն, չգայեն, ասոնց բեք չէ կա։ Եթե ազդվեցար կնշանակե, որ դու ազդված ես։ Ինքնութենդ ինգած վիճակի մեջն ես։ Եվ գսե այդ հոգիով է, որ զաստված ապա, այսինքն հայր կգանչենք, ծառաչենք, զավակենք, այլևս բեք չունենք վախով ապրելու։ 16-րդ համար նույն հոգին ինք վկայություն կտա մեր հոգին, թե Աստծո որդիներ ենք։ Ասիկա մեծ օրհնություն է մեզի, որ Սուրբ Հոգին մեր ներսիտին շարունակ մեզի կսե տուն որդի ես։ Վկայություն կտա, թե մենք որդի ենք, որովհետև աշխարհը մեզի կուկա վկայելու, որ մենք անպետք ենք։ Աշխարհը մեզի կուկա ասելու, որ մենք մեղավոր ենք։ Աշխարհը կուկա մեզի ասելու, մենք դգար ենք։ Աշխարհը կուկա մեզի ասելու, պիտի չաչողիս, դու խելք չունիս։ Սուրբ Հոգին այդ միջոցին քու մեջ ինչ կսե, տուն որդի ես։ Եվ որ կսե որդի ես, որդիական բոլոր խոստումները նկատի կառնե։ 17-րդ համար իսկ եթե որդի ենք, անոնք որոնք չեն գիտեր որդի լալը ինչ կնշանակի, անոնց համար դրած է կարծեմ Սուրբ Հոգին։ Իսկ եթե որդի ենք կնշանակի թե նաև ժառանգորդներ ենք։ Որուն ժառանգորդ ենք։ Ժառանգորդներն ենք Աստծո եւ ժառանգագից Քրիստոսի։ Ես շատ կլսեմ հավատացյալներեն հետեւյալը գսեն, ասիկա բաբայես մնացած է, ասիկա մամայես մնացած է, ասիկա մեր ընտանիքի պայմաններեն վրաս է, ես հատկե ունեցա եւ այլն, իրենց ժառանգություններում մասին կխոսին։ Աստվածաշունչը գսե, երբ Հիսուսը ընդունեցիր եւ հոգիով նորոգված ես հոգիդ նորոգության մեջ, ոչ թե մամայիդ, բաբայիդ, ընտանիքիդ, ցանկիդ, իլիպանանի պայմաններուն ժառանգությունը կշալգես, որ մեռած մարմինիդ հետ կապ ունի ադիգա, ապա Աստծո ժառանգորդ ես տուն։ Եվ Քրիստոսի հաղթության ժառանգագից ես տուն, որ մենք գնայիս։ Գնանք տեսնել դարբերությունը։ Շատ բարձորեն գրնաս սկալ, որ տուն Դագավին Գաբրիս երկրավոր չփրկվածիմը ազդեցության տակ, որովհետև անունով հավատացյալ ես գիրակնորյա պաշտամունքներու մասնակցիս, բայց ամեն օր Աստծո խոսքով երբ քու անձը չես նորոգեր, սպաղ ես կյանքով աշխարհով, կարծես ես կյանքը աշխարհը ինքեզի հավիտենականության պիտի դանի, կամ հավիտենականության հաղթությունները փերը այսօրվա աշխարհիդ մեջ, բնական է որ այդպես լաս։
Ժառանգորդ ենք Աստծո, ժառանգագից ենք Քրիստոսի։ Եթե չէիր գիտեր, որ Աստծո ժառանգորդը լալի ինչ ունի, նայ Քրիստոսին եւ ամեն ինչ որ ինք ժառանգորդ է, թունալ անոնց ժառանգագից ես։ Անգեյետ կուկա 26-րդ համար եւ հոգիով նույնիսկ աղոթելու զորությունը դրված է մեզի, ճիշտ նույն ցևով Սուրբ Հոգին օգնության կհասնի մեր դգարության, որովհետև մենք որ գաղոթենք, չենք գիտեր թե ինչպես պետք է աղոթել, բայց Հոգին ինք մեզի համար կփարեխոսե անմրունչ հարաճանքներով։ Սուրբ Հոգին հարաճանքները ուր են եղեր, քո հոգևոր անցիդ մեջ, ներքին անցիդ մեջ։ Ֆիզիկականը երբ կա դրդուն չկաղոթ է։ Ֆիզիկական աղոթներուն, հավատացյալներուն աղոթներուն գեսը զաստված գայբանեն, գույրես, խուլես, գիտեք ինչպես գաղոթեն այդպես սելու համար, մինչև երբ դեր պիտի դոգաս, պիտի չի դեսնես մեզի, մինչև երբ դեր աս դժվարությունը, գույր է ուրեմն, և խուլ է, և անդարբեր է, և անհոգ է, չէ՞։ Ուրիշ բացատրություն ունի, երբ մեկը ասպես է, իր զգացումները գարդա այդ է, որովհետև աղոթեր է, Աստված իրեն չէ պատասխանած։ Եթե Աստծո լսածը լա գսեներ, ամեն բետ դվերը միան հրճագես ազներս։ Գսե, գյանքը և մահը ծեր շրտներուն մեջն են։ Ընտրեցեք, որ մեկ ուզեք։ Թուն որ մեկը գարդա այդ ես ամեն օր։ Անիկա պիտի դիրեք ու վիրատ։ Հաջորդ համարը 27-ը մեր սիրտը տրագանը խոսելու համացայն նորոգված է։ 27-ն գսե եւ Աստված որ սիրտերը կքննե գիտե թե ինչ կխորի Սուրբ Հոգին, որովհետեւ անիկա Աստծո գամքին համացայն կփարեխոսե հավատացյալներուց մեջ։ Իմ եւ քու մեջը փարեխոսությունը գա որ Սուրբ Հոգին գնե։ Ես ադեններ կգենամ եւ մտիկ կնեմ։ Աղոթած ադենս երկար շունչ առնելով մտիկ կնեմ, թե հիմա ինչ փարվի դսե։ Շատ անգամ լրություն գսե, ոմը չի գա։ Լրության մեջ կնստիմ։ Շատ անգամ այդ դեղի շունչը կծկեմ ելլե, վստահությամբ սպասել են ետ, որ անդեղի փարը արդահայտեմ կյանքիս վրա։ Այդ ժամանակ խաղաղությունը ասեն է, ամբողջ մարմինս կթողա։ Անգե անտին ես 1000 անգամ խաղաղությունը սեմ մարմինս չի թողար, բամը չեմ սկար։ Բայց ոնդեղեն ելածը գսկացն է։ Անորամար կարևոր է, որ մենք Սուրբ Հոգին մեզի համար գադարած փարեխոսության հետ գապված արդահայտվենք։ Ամեն։ Քանի օքի կտեսնե, որ Սուրբ Հոգին բերած նորոգությունը անունով խոսքով չէ, գործնական մեր առօրյային մեջն է։ Բայց մենք գրնանք ասոնց է մեկ հատը չսկալ, եթե իր դված ջամփեն շեղած ագնգալենք։ Եթե խորինք միշտ մեր չունենալը, չունեցածի պես կսկամ, բայց եթե խորի միշտ, որ ինք ինձի դված է, լավ կսկամ։ Մեկում ասին քեզի ասեն, շատ լավ մարդ է, մինչև այն ադեմ որ դու իրեն չես հանդիպած, դու ինչ գիտես, շատ լավ մարդ է գիտես։ Մեկում համարալ քեզի ասեն, շատ քեշ մարդ է, մինչև այն ադեմ որ դու իրեն չես գիտեր, հանգարց հանդիպիս, խոժոր կհանդիպիս իրեն, որովհետև շատ քեշ մարդ է։ Քեզի այդպես ասվեցավ։ Ուրեմն եթե Աստծո խոստումները դու կհրճագես քու վրատ, դու ճիշտ գեցված կշինես, որովհետև գիտես որ հավատարիմ է։ Ինչու հրճագես պայմանները, որոնք սատանային ցերկն են, ուզածին պես կշարժե։ Քանի օքի գիտե որ աշխարհը եւ իր բոլոր միջոցները սատանային ցերկն են, ուզածին պես կշարժե։ Ուզածին պես գնե ինչ որ գնե, որովհետև մարդիկ իրեն հանձնված են։ Բայց ես ենթակա չեմ ադոր։ Բادرազմի մեջ դերոջ կլսեմ իր խաղաղությունը գուզեմ։ Երբ դժվարությունները գուքան դերոջ գարցնեմ, դեր ես ինչպես պետք է որ ասոնց մե ազատ մնամ։ Մենք լեցուն պատկամներ ունեցած ենք դերոջ մեջ, չէ՞։ Ասկե վերջ խաղաղությունը դուրսը պիտի չի դեսնեք։
Միան ծեր սրդի մեջն է, մեկ դժվարություն վերջանա, ուրիշ պիտի սկսի։ Ես գտեսնեմ կնկատեմ մարդիկ, որոնց շունչը կապված է այսօրվա դժվարության, եթե քիչ մի երկարի կմեռնին արդեն։ Աստված խոսք չունի իրենց կյանքի մեջ կարծես։ Հոգս չէ դժվարությունը ինչ պիտի լա, եթե ինձ ալ պիտի դանի հալելույա։ Մեկ վայր առաջ Հիսուսից կանտիվիմ։ Բայց եթե ինձ երթալալ չէ դրված, ինք մինչև արդու թող դժվարություն բերե։ Բանալ պիտի չկարենա անել։ Հետևաբար ես պիտի չվախնամ իր վիճակեն, որովհետև եթե երթալիքը լամասնեն լավ դեղ վիդերտամ։ Հնոք եդս է, բայց բզդիկները ինչ պիտի լան հիմա գործը ինչ պիտի լա։ Ինչ կուզե թողել լա, եթե Աստված որոշեց, որ ես կողը վիդերտամ։ Որոշում արգուսես Աստծո հետ լալ, ոչ թե նայր հիմա ցկե ինձ իմ դերդիս վերջը կովդ կանգնե քեզ հետ կլան կավիդյան։ Վստահ իր երտասը չես ջանշնար անգամ իրեն հետո։ Երգին կմտնես իմ Աստված փնդրելու կսկսես։ Պետրոսին երտաս կսես տունես, Մույսին երտաս կսես տունես, ջանցիր իրեն հիմա քվնե։ Կսե քննետ ունքու անցդ, հավատքդ, Քրիստոս Հիսուսի ներկայությունը կզգաս քու մեջդ։ Ոչ թե միան անունով ավադացյալ գոչվերես։ Ամեն։ Հալելույա։